Իմ խոսքը իմ լեզուն, դրա մասին եմ ուզում այսօր մի թեթև կիսվեմ, ընդհանրապես խոսքը մարդու շատ կարևոր է, լեզուն շատ կարևոր է, համաձայնվեք, լեզուն շատ կարևոր է։ Մենք եկեղեցով որ մի տեղ են գնում, եկեղեցում ճանաչում ես, դեմքով գիտես այդ մարդուն, բայց որ մի տեղ ես գնում, դուրս ես ելնում կամ մի տեղ ճանապարհորդության են գնում, մի քիչ այդ մարդու հետ շփվում ես, արդեն մի ուրիշ ձև ես ճանաչում, բացահայտում այդ մարդուն։ Ժողովուրդ ջան, խոսքը շատ կարևոր է։ Մարդու խոսալու ձևը, մարդու ինչից է խոսում, ոնց է խոսում, որտեղ է շեշտը դնում, որտեղ է ինքը կանգնում, ինչքան է խոսում, դու բացահայտում ես այդ մարդուն, դու բացահայտում ես մի աշխարհ։ Մի պա պատկերացրու, չկա, լեզու չես կարող խոսած, հələ մի պա պատկերացրու։ Ասենք մի հատ երկիր ես գնացել, չգիտեմ, անենց երկիր է, որ ոչ անգլերեն, ոչ նիդերլանդերեն, ոչ հայերեն, ոչ մի քո իմացած լեզվով չեն խոսում։ Ունդեղ դու պիտի շփվես մարդկանց հետ, շատ դժվար բան է դա։ Ոնց որ դու ոտերը ձեռներդ կապած ոչ մի բան, դու կզգաս, որ դու մարդ չես։ Նու, ասում եմ ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես, չէ՞, որովհետև կարողանում ես շփվել։ Դրա համար խոսքը լեզուն շատ կարևոր է։ Օրինակ մարդը ինձ եղել է, իմ բարեկամները, ասենք քերիս կամ ասենք մեր տնեցիք կամ ընկերներս կամ ինչ որ մեկը ասում է հավատացյալ ես։ Հələ մի երկու բառ ասա։ Արդեն ինձանից է կախված ես ոնց եմ ներկայացնում։ Ինչ եմ ես խոսում, ոնց եմ բացատրում։ Մարդը կամ իր համար բացահայտվում է մի բան, կամ էլ հակառակ էֆեկտ է տալի։ Այսինքն խոսքը լեզուն շատ կարևոր է։ Մարդը գալիս է քեզ մի բան է ասում, ինքը ընդհանրապես նկատի չուներ վատ ձևով, բայց դու վատ ես ընդունում, ինչի։ Որովհետև շեշտը ճիշտ տեղ չդրեց։ Մի քիչ իր խոսքի հետ մի քիչ էլ էմոցիա ասեց։ Բայց ինքը իր սրտում նկատի չուներ էդի։ Բայց դու ոնց որ մի ձևի վիրավորվեցիր։ Տեսելի խոսքը։ Մարդ իր սրտում որևէ վատ բան նկատի չուներ, բայց մի քիչ ճիշտ չասեց, արդեն դու վատ ես ընկալում։ Մենք մեր փոխհարաբերության մեջ էլ մարդկային խոսքն է որոշում ով ես դու, խոսքով է, դու չես կարող ասես նա իմ սիրտը մաքուր է, դու քո խոսքով ցույց ես տալի դու ինչքան ես մաքուր կամ ինչքան մաքուր չես, դες թե անմաքուր մարդ, որոնց էլ մաքուր ենք, լավն ենք, խոսքը շատ կարևոր է, իմիջայլոց խոսալ չի կարելի, էմոցիատ ոնց քո այդ պահի քո իրավիճակը ոնց կա է ձև ասել չի կարելի, որտեղ մարդը ուրիշ ձև անցալելու։ Դու չես կարող ասես նա իմ սիրտը մաքուր է։ Որտեղ մարդու խոսքը գալիս է իր սրտից, ներսում ոնց կա է ձև ասում։ Մի քանի տեղեր կկարդանք։ Մատթեոս 12:36-37, իհարկե։ Մատթեոս 12:36-37, բայց ասում եմ ձեզ, որ ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսում են, դատաստանի օրը հաշիվ պիտի տան։ Որովհետև քո խոսքերից պիտի արդարացվես եւ քո խոսքերից պիտի դատապարտվես։ Այ ո՞նց անենք, որ մենք սխալ խոսքեր չխոսանք։ Այ ո՞նց անենք։ Էսի կարևոր բան է։ Կապ չունի, քանի տարվա հավատացյալ ես, խորը հավատացյալ ես, թույլ հավատացյալ ես, խոսքն է որոշում։ Մարդը կարա երկար տարի հավատացյալ լինի, ասես ինչ դժբախտ մարդ եմ, այս ինչ օր է, այս ինչ վատ է, մենակ նեգատիվ է իր կյանքին։ Ինչա ձեզ թվում է թե լավ է լինելու, իհարկե վատ է լինելու։ Բայց կա չէ մարդը, որ մի կես տարի է եկեղեցի գալի, պոզիտիվ է այդ մարդը։
Նույնիսկ վատ իրավիճակա գալիս ես, որ դու իրան հələ մի հատ էլ մխիթար ես, ինքն է քեզ մխիթարում։ Ասում եմ լավ կլինի, Աստված մեծ է, մի բան կանի Աստված։ Դու էլ ես մի հատ ստանում էլ ասում ես, իսկ քո կողմից։ Խոսքը որոշիչ է։ Բայց ինչի է մեզ թվում, որ պարտադիր այն վատ բառերը, վատ բաները, որ մենք պետք է ասենք, մենք պետք է ասենք էդի։ Ինչի է մեզ դες թվում։ Օրինակ ոնց կարանք անենք, որ միշտ լավն ասենք։ Մարդն ասում է, ոնց ես կարամ լավ ասեմ, եթե շուրջ բոլորը լրիվ վատ է, կամ շատ բաներն է վատ։ Ոնց ես լավ ասեմ միշտ։ Համար այդ շատ կամ ինչքան վատ բան կա, դրանց մեջ մի լավ բան չկա։ Այդ լավ է ասա։ Այ ոնց արվի, հեսա տեղեր կկարդանք, դուք կտենաք, որ Աստված ոնց է կարևորում խոսքը։ Աստծո խոսքը լավ, նույնիսկ Աստծո խոսքին տեսնենք։ Պատկերացրեք, Աստծո խոսք չկա։ Խոսք չկա։ Դու ոնց կիմանաս Աստված ինչ ձև է Աստվածը։ Ոչ մի ձև։ Այ նույն ձև մարդուն Աստված ընդունում է, ոնց որ դու խոսում ես։ Ինչ ես խոսում։ Ինչ ես դավանում։ Ինչ ես ընդունում քո կյանք կամ ինչ չես ընդունում, չես խոսում։ Ինձ իմ կյանքում շատ են ասել քո համար հեշտ է։ Ես ընդունել եմ այդ իմ կյանք, որ իմ համար հեշտ է։ Քո համար հեշտ է, դու ինչ, հա, դու Սաղմոս 34:12-14 Դե միջև Սաղմոնին ասեմ, այստեղ ես շատ չմեկնաբանեցի, ես կարևոր կարդացինք։ Դուք պատկերացնում եք, դու քո խոսքով կամ արդարանալու ես Աստծո մոտ կամ դատապարտվելու ես։ Ես չեմ կարծում մի մարդ ստեղ կա, որ կուզենա դատապարտվի։ Հավիտենական կրակ։ Լրիվս էլ ուզում ենք Աստծո հետ հավիտենական կյանք ունենանք։ Բոլորս էլ ենք ուզում։ Իմիջիալոց ամբողջ մարդկությունը կուզենա այդ, եթե պատկերացում ունենա ինչ է, եթե մի փոքր գոնե բացվի հավատանա, որ տենց էդի ռեալ է։ Մարդ իր խոսքով, այսինքն լավ բան դավանի, հավատքի խոսքեր ասա։ Էմոցիան շատ է խանգարում, էմոցիան շատ է խանգարում ես։ Էմոցիային կարելի է վարժեցնել, ուզում եմ դրեսիրովկա բառներ, վարժեցնել։ Մեր էմոցիաները կարելի է վարժեցնել, որ էմոցիան լինի այն ժամանակ, երբ որ պետք է, երբ որ դու սրտանց ասում ես հալելույա, այդտեղ լավ լցրու էմոցիա։ Թռի, չգիտեմ ինչ, լավ ձևով ասա։ Բայց որ նեղացած ես, նեղված ես, սենց չես ուզում բան ասես, այդտեղ էմոցիաները պետք է անջատես, որտեղ էմոցիան այդտեղ ավելի վատացնելու է։ Սաղմոս 34:12-14 Ով է այն մարդը, որ ուզում է կյանք ունենալ եւ լավ օրեր է ուզում բարություն տեսնելու համար։ Պահիր քո լեզուն չարությունից եւ քո շրթունքները, որ նենգություն չխոսան։ Ժողովուրդ ջան, ոնց անենք, որ նենք բառեր չխոսանք մենք։ Այ ինչ կարելի է ընդունել որոշում, ասենք դե ես երբ որ հավատքի անցա, ես հասկացա իմ այդ փոքր հասկացողությունով ես հասկացա, որ խոսքը շատ կարևոր է։ Ընդունեցի որոշում, որ գեշ խոսք պիտի չելնի իմ բերանից։ Վերջ։ Նեղացնում են ինձի, ցածրացնում են ինձի, գցում են ինձի, օգնում են, չեն օգնում, ինչ են անում, ինձանից պիտի վատ խոսք չելնի։ Գեշ խոսքը ժողովուրդ ջան, Աստվածաշունչը ասում է գեշ խոսք քեզանից չելնի։ Մենակ վատ բառը չի էդի։ Գեշ խոսք կարա լինի նաև դու ոնց որ թե նեյտրալ բառերով, բայց մարդուն ցածրացնում ես։ Գեշ խոսքը էդի, այսինքն ցածրացուցիչ, վատ, օրինակ դու չէիր ուզենա, որ քո մասին այդ ձև խոսային։ Այ ոնց մտածի սրա մասին։ Իրոք, չէ անկեղծ էլի, ասենք անենց որոշում ընդունի, որ քեզանից վատ բառ չեն լսելու, ոչ մեկ, ոչ ընտանիքում, ոչ երեխեդ, ոչ գոլեգաներդ, ոչ եկեղեցում, ոչ միտեղ։ Մարդն ասում է կպայթեմ, ոնց կարա տենց լինի։ Չեմ դիմանա։
Երբ որ մենակ ես, որ ոչ մեկ չի լսում, գոռա վատ բաներ ասա։ Բայց դա էլ չի օգնում, դա էլ չի օգնի։ Ասում է պահիր քո լեզուն չարությունից եւ քո շրթունքները որ նենգություն խոսան։ Համի հարց ստացվում է քո մոտ որ պահես լեզուդ։ Օրինակ քեզ մեկը եթե հարցնի, ասի դու հավատացյալ մարդ ես, այ ո՞նց ես պահում քո լեզուն։ Այդ սանձը, այդ ո՞նց ես դու անում։ Որ ասենք ուզում ես մեկին տեղը դնես, ուզում ես մեկին բացատրես, որը որից հետո է, կամ ուզում ես մեկին ցույց տաս, որ դու էլ այնց մի հետամնաց անհասկացողի մեկը չես, երբ որ քեզ ցածրացնում են։ Այ ո՞նց ես դու սանձում, պահում քո լեզուն։ Ո՞նց։ Մարդը հարցնում է, դու ո՞նց ես դա անում։ Օրինակ ինչ ես դու անում։ Կամ ինչ կարելի է անել։ Այս դրա մասին եմ ուզում այսօր խոսամ։ Ինչ կարելի է անել։ 14-րդ խոսքը ասում է հեռացիր չարից եւ բարին գործիր, խաղաղություն փնտրիր եւ գնա նրա հետևից։ Շատ խորը խոսքեր է, շատ խորը։ Կռվի ժամանակ խաղաղություն դու որտեղից պետք է փնտրես։ Մենք գիտենք, որ խաղաղությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ասում է այդ վատ վիճակներում հեռացի, փնտրի Աստծուն ու Աստծո հետևից գնա։ Կան ցածր բաներ, ժողովուրդ ջան, ցածր բաներ։ Ես այդ ձև եմ կոչում էդի, ցածր բան է էդի։ Օրինակ բաներ կա, ես չեմ ուզում դրա մեջ մտնեմ։ Ցածր բաներ է, ես չեմ ուզում այդտեղ մտնեմ։ Կա կարևոր բաներ, այդտեղ ես ուզում եմ լինեմ։ Այ լավ աղոթք է Աստված իմ աշխարհայացքը փոխի, որ ես տենամ, ես որ հասկանամ, որն է կարևոր, որը որ կարևոր չի։ Եղել է կողից տեսել ես քո հարազատ, եղբայրդ, քույրդ հավատացյալ, լուրջ հավատացյալ, ամբողջ սրտով հավատացյալ մարդը, մեկ էլ մանր-մունր բաների վրա իր էմոցիաները բանարած, ջղայնացած խոսում է։ Ես տենց դեպքերում վատ եմ զգում։ Ինչի համար եմ վատ զգում։ Հասկանում եմ, որ դա կարևոր բան չի, չարժեր այդտեղ ուշադրություն նույնիսկ դարձնել։ Ինչ հետարքիր Սաղմոս եմ ես գտել։ Հələ մի հատ եկեք այս Սաղմոսը կարդանք։ Ես որ կարդացի ասում, այսքան տարի կարդացել եմ, չեմ տեսել էսի։ Սաղմոս 73:9։ Ինչ հետարքիր Սաղմոս է։ Սաղմոս 73:9։ Ասում է, իրանց բերանը երկնքի մեջ են դնում, բայց նրանց լեզուն մանեգալի երկրի վրա։ Բարձր բաները, բայց լեզուն երկրի վրա մանագալի։ Չգիտեմ, ես շուն ունեմ։ Շնին տանում ես ման ես տալի։ Մարդ էլ կա իր լեզուն է տանում ման տալի ես երկրի վրա։ Ավել պակաս խոսալ, ավել պակաս ամեն տեղ։ Այ Աստված երբ որ մեզ այ չեմ անում ինչ բառով ասեմ։ Ես ասում աշխարհայաց, բայց գիտեք ինչ է, դու տենում ես, որ էդի չարժ, էդի շատ ցածր բան է։ Բայց դու տենում ես նաև կարևոր բանը։ Այ լավ կլինի, որ մեր լեզուն այդ կարևոր բանի մեջ լինի, այլ ոչ թե տանենք ման տանք ամեն օր։ Մարդ կա այդ թվում մեկի տուն լեզուն տալու որ ընդ ման տա։ Ավել պակաս խոսան։ Լավ կլինի քո լեզուն էլ երկնքում լինի, իմ լեզուն էլ երկնքում լինի։ Այսինքն երկնքից խոսանք, լավ բաներ խոսանք։ Իհարկե, պրակտիկա կա, բան կա, գործ կա, ես չեմ ասում, սս մենակ ասենք հալելույա ու վերջ։ Իհարկե ոչ։ Խոսք կա, մեկ-մեկ լինում է թեժ խոսակցություն, բայց գեշ խոսք չելնի, ժողովուրդ ջան, գեշ խոսքը դա մեր համար չի։ Առակաց 10:20-ը Արդարի լեզուն ընտիր արծաթե, իսկ անիրավների սիրտը չնչին արժեք ունի, ուրիշ թարգմանությունում ասում է
կոպեկ չարժի։ Մենք գիտենք, որ լեզուն խոսում է սրտի լիությունից։ Լեզուն խոսում է ինչ որ քո ներսը, սիրտ որ ասում ենք, նկատի չունենք ես մեր սիրտը, օրգանը։ Սիրտ ասելով նկատի ունենք մեր ներսը, մեր ներսում երբ որ մենք որոշումներ ենք ընդունում, մեր ներսի մարդը։ Հիմա ներսդ եթե արժեք չունի, այսինքն մարդը իր ներսը լցել է այնքան ցածր բաներով, որևէ արժեք չունի։ Այդ մարդու ուսքի խոսնել արժեք չունենա։ Մարդ կա, ասենք մի հատ բան է խոստալի, ոչ մեկ չի հավատում։ Արժեք չունի։ Այսօր սենց ասում, վաղը նենց ասում, այն մեկը նենց ասում։ Բայց արդարի լեզուն ընտիր արծաթ է։ Այսինքն չափված ձևած է, ինքը գիտի ինչ է խոսում, ինչ չի խոսում։ Առակաց 12-ի 18-ը հավատացած եմ դուք շատ տեղեր կա, այսօր եթե մենք բոլոր, հենց նույնիսկ առակաց գրքի ինչքան լեզվի մասին է խոսում, մի 3 ժամ պետք է կարդայինք, շատ է գրած լեզվի մասին։ Ես ուղղակի սենց ընտրել եմ այն տեղերը, որտեղ որ Առակաց 12-ի 18-ը շատախոս կա, որ սրի պես խոցոտում է, բայց իմաստունների լեզուն բժշկություն է։ Ոնց անենք, որ մեր լեզուն էլ բժշկություն, իմ լեզուն բժշկություն լինի։ Այ քեզ հարց տվել ես երբևիցե, ես իմ կողակիցների համար ավելի բժշկություն եմ, թե ավելի սուրանքյուններ եմ, փշեր եմ, չգիտեմ ինչ եմ։ Իհարկե մեր կյանքում լինում են պայել, մենք փաղաքշական խոսքեր ենք ասում, փափուկ խոսքեր, լավ խոսքեր, բայց մեկ էլ պահերա լինում, սխալ բաներ ենք խոսում։ Այդ սխալ բաները պետքա վերացվի։ Որ միշտ բժշկություն լինի։ Ես չգիտեմ ինչի որտեղից են հավատացյալները վերցել, որ մենք պետք է իրար դատենք։ Որոշենք, ես մեկը փրկվում է, մեկը չի փրկվում։ Մենք որտեղից ենք դա վերցրել։ Ո՞վ է մեզ դատավոր դրել, ժողովուրդ։ Ես իրոք անկեղծ եմ ասում։ Ես չեմ հասկանում որտեղ է դրա մասին գրած։ Ով ասե, որ մենք եկեղեցում պիտի որոշենք, ով է հոգևոր, ով հոգևոր չի։ Ընդհակառակը Աստվածաշունչն ասում է, որ դու ավելի քո լեզուն բժշկող թոմիշ լինի։ Լավ բան ասա էլի կողակիցներիդ։ Լավ բան ասա։ Վատը մի ասա։ Ախր ասում ես տենում եմ, որ վատ բան կա։ Բա դու ո՞նց է քեզ թվում մարդիկ չեն տենում քո վատը։ Քեզ էլ են չէ տենում։ Ստեղ կա մի մարդ, որ ինքն ամենակ տենում, իրան չեն տենում։ Լրիվ էլ իրար տենում ենք։ Բժշկություն թողնի քո խոսքը։ Միշտ մտածի, որ կողից մարդիկ, իհարկե դու էդի չես կարա խաղաս։ Այդ դեր չի էդի, որ խաղաս։ Դու պիտի տենց լինես։ Իհարկե, սուր անկյուններ ունենք մենք։ Այ հարցը նրանում է, որ հանենք, տաշենք, մեր երկու բաներ փոխենք։ Լավ կլինի, անենց լինի, ինչ որ X ժամանակ հետո, որ ով քո հետ շփվի, մենակ բժշկություն ստանա, օրհնվի, ասի այ ուզում եմ այս մարդու հետ ես միշտ զրուցեմ, որտեղ ինքը միշտ բարձրացնող է, ինքը միշտ օգնող է, ինքը միշտ ճիշտ ասող է, բայց անենց է ասում։ Այ Ժորժ ջան, մատ հələ հիշեք, Աստված ոնց է քեզ հանդիմանում, հələ մի պահ հիշի։ Անենց ձև է քեզ հանդիմանում Աստված։ Համ ուրախանում ես, ծիծաղում ես, համ ես գետին ես մտնում։ Երբեք վատ չես զգա Աստծո հանդիմանություն, բացառված բան է։ Ես սքան տարվա հավատացել եմ, հələ չեմ հիշում մի հատ դեպք, որ Աստված ինձի հանդիմանում է, ու եղել են դեպքեր, որ Աստված ռեալ հանդիմանել է ինձ, ռեալ։ Ես վախեցել եմ ուղղակի։ Բայց ինքը ինձ է անում, որ դու սիրով ընդունում ես դա։ Բայց մեր մոտ դա ինչքանով է ստացվում։ Ես արդար մարդ եմ, ես պետքա մարդկանց ասեմ, ով է քեզ դրա տեղը դրել։ Չկա այդ ձև բան։ Մենք եկեղեցում մեկս մեկին օգնելու համար ենք։ Այդ օգնությունը առաջերտին խոսքն է։ Խոսքից է ամեն ինչ գալի։ Իհարկե, հետո գործ կա, իհարկե, ես չեմ ասում մենակ բլա։ Իհարկե ոչ։ Նաև պետքա գործեր անենք։ Սիրո, կարեկցանքի, օգնության գործեր պետք է անենք։ Բայց այդ գործերն էլ ամեն ինչը սկսում է խոսքից։
Հակոբոս գիրքը, երրորդ ամբողջ գլուխը Հակոբոսի լեզվի մասին է։ Ես չեմ կարա չկարդամ։ Ոստեղ շատ հետարքիր պահեր կա, Ժողովուրդ ջան, լեզվի մասին, օրինակ նոր գտականը բացում է այդի։ Ինչ է լեզուն ընդհանրապես մարդու որպես օրգան իր օրգանիզմի մեջ այդ ինչ է։ Շատ աստ է բացում։ Վստահ եմ շատ եք կարդացել այստեղը, բայց եկեք միասին էլ մի հատ ցենց անցնենք։ Հակոբոս 3-րդ գլուխ։ Կաշխատենք, արագ եմ ես բանանում, տենց երկար չի տևի, կաշխատենք ցենց իրար հետ մի հատ անցնենք ու մեր հետևություններն անենք։ Եղբայրներ, կրկնեմ, նոր կտակարանում հունարենից է դա գալի։ Հունարեն ով գիտի հին հունարեն, մի անգամից նկասի։ Եղբայրներ որ գրած է, դա նկատ ունի Աստծո ժողովուրդ։ Այսինքն դրա մեջ մտնում են կանայք էլ, երեխաներն էլ, այդ բառը էդ է, որ միշտ հիշենք էսի։ Խոսքը չի դու մենակ տղամարդկանց։ Եղբայրներ, իմ շատերդ ուսուցիչներ մի եղեք։ Իմացեք, որ մեծ դատաստան պետք է ընդունեք։ Ինչ է նշանակում շատերդ ուսուցիչ մի եղեք։ Եկեղեցում մեկը մի քանի տարի եկեղեցում է, արդեն ուզում է ամեն մեկին ուսուցանի, սովորացնի ոնց է ձևերը։ Ավելի օգնող եղի, ավելի բարձրացնող, ավելի լավ տեղեր Աստվածաշնչից ասող։ Նաև այն տեղերը, որ զգուշացնող է, չեմ ասում մենակ, ասենք ջոկել մենակ բաները։ Բայց մի փորձեք մարդուն ասել ինքը փրկվի, չի փրկվի, ինքը ճիշտ է, ճիշտ չի, թող էտի Աստծուն։ Աստված հիանալի ձևով դա անում է։ Ասում է 99 ոչխարներին թողում է, գնում է մի հոգին, որ մոլորվել է։ Ինչի է մեզ թվում, որ եթե մեկը մի թեթև զգում ես, որ իրոք ոնց որ մոլորված լինի, խի Աստված չգիտե դրա տեղը։ Ընդհակառակը մենք իրար օգնելու համար ենք։ Ոչ թե մոլորվածին ասես դու մոլորված ես։ Որովհետև երկրորդ խոսքը բացատրում է, որովհետև մենք ամենքս շատ բաներով մեղանչում ենք։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, որ կարողանում է իր ամբողջ մարմինը սանձահարել, այստեղ բացում է, այ ոնց անես, որ դու քո բերանը սանձ դնես, քեզ կարողանաս կանգնեցնել, այ, եղբայրներ քույրեր ջան, եթե մեկին թվում է այս թեման թեթև թեմա է, սա շատ լուրջ թեմա է, շատ լուրջ, որովհետև քո բերանից դու տուժելու ես, քո խոսքերից, քո լեզվից դու կամ տուժելու ես կամ օգտվելու ես։ Եթե դու կարողացար սանձ դնել քո բերանին, քո լեզվին, օգտվեցիր դու։ Ինչքան շատ, այնքան լավ։ Մարդ կա, չես, ձևած չափված է ամեն ինչ խոսում։ Մարդու քեֆը տալիս ասում ես, այ կուզենամ ես էլ տենց ելնեմ։ Դե իհարկե, էսի մենակ եկեղեցում չի։ Էդի տունն է, էդի երեխեքիդ հետ, էդի քո մամայի, պապայի հետ, էդի քո գոլեգաների հետ, էդի ամեն տեղ, որտեղ որ դու քո կնոջ, քո ամուսնու հետ։ Պահերալինում չես կարում, պահերալինում սենց, բայց ընդունում ես որոշում, վերջ, ես չեմ ուզում սենց լինի։ Էսի ճիշտ չի, չեմ համաձայնվում դրա հետ։ Տես, ձիերի բերանը սանձ ենք դնում, որ նրանք մեզ հնազանդվեն ու նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք։ Ահա նավերը եւս, որ այդքան մեծ են ու սաստիկ հողմերից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են, դեպի որ կողմ ղեկավարը կամ ղեկավարը ճիշտ է, ղեկավարը կամենում է։ Հիմա եթե դու չունես սանձ կամ ղեկ, ինչ բերանիդ եկած ասելու ես։ Այդ ձևի մարդը ուր է եթալու, մոլորվելու է։ Չի կարա տես մարդը ուղղություն վերցնի։ Նավը, որ ղեկ չունի, այդ նավը որտե է եթալու, որտեղ քամին տարավ։ Որտեղ մարդու էմոցիան տարավ, այդտեղ էլ այդ մարդն եթալու է։ Որտեղ զգացմունք, էմոցիա, այդ մակարդակի վրա է ալնելու։ Բայց մենք
հոգևոր էակ ենք, հոգի ունենք, մենք Աստված ունենք, մենք պետք է Աստծու հոգով առաջնորդվենք։ Ու ես շատ եմ նկատել իմ կյանքում, որ խանգարում է լեզուն ինձի։ Իմ լեզուն պետք է իր տեղը, իր չափ ունենա։ Ես եմ դրա մասին մտածում, ոչ թե ես սպասում որ գան ինձի դա ասեն։ Ես տեղեր կհասկանում եմ, չափս անցա։ Ապաշխարում եմ, ընդունում եմ որոշում, ասում չէ, էսի սիրուն չի, էսի պիտի իմ կյանքում տես բան չլինի։ Հինգերորդ խոսքը։ Այդպես է լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում։ Տես, մի փոքր կրակը ինչքան անտառ է հրդեհում, Աստվածաշունչը լեզուն համեմատում է կրակի հետ։ Եթե դու լեզվիդ ազատություն տվեցիր, սենց ուղղակի հրդեհելու է սենց շուրջ բոլորը ու վնաս է տալու իրան ու իր կողիններին։ 6-րդ խոսքը շատ կարևոր բացատրություն է տալի լեզվի բանին։ Լեզուն էլ կրակ է, մի անիրավության աշխարհ։ Լեզուն մեր անդամների մեջ է դրված, նա է ամբողջ մարմնին ապականում։ Օրինակ, եթե քեզ հարց տան, քո ամբողջ մարմնին ի՞նչն է ապականում։ Մենք կարող ասենք որոշակի մեղքեր, որոշակի գայթակղություններ, ոչ, լեզուդ։ Պարզ գրած, լեզուդ։ Եվ այրում է մեր գոյության շրջանը։ Նա ինքը բորբոքված է գեհենից։ Չգիտեմ դու ասենք որ sense խոսքեր կարդում ես ոնց, այսինքն Ադամով մենք բաներ կա ժառանգել ենք, մենք պետքա զգուշ լինենք։ Չպատկերացնենք այնց որ մեր լեզուն ոնց խոսում է, այդպես ճիշտ է։ Մեր խոսքը միշտ էլ արդար է, ճիշտ է եւ այլն։ Ոչ, մենք պետք է շատ զգուշ լինենք։ 7-րդ խոսքը գազանների, թռչունների, սողունների եւ ծովում եղողների ամբողջ բնությունը հնազանդվեցված է եւ հնազանդվում է մարդկային բնությանը, բայց մարդկանց լեզուն ոչ ոքի չի կարող հնազանդեցնել։ Նա անզուսպ ու չար է, մահաբեր թույնով լցված։ Ես չգիտեմ Աստվածաշունչում էլ ինչի մասին, ասես վատ բառեր խգրած։ Էլ ինչի մասին։ Նրանով օրհնում ենք Տիրոջը եւ Հորը, նրանով անիծում ենք մարդկանց։ Դու երբևիցե զգացել ես որ մեկին արդեն անիծում ես։ Դե եկեղեցում ենք ասում ենք, չէ, ճիշտ պատասխանը չեն է։ Բայց ես ինձ բռնցրել եմ։ Չգիտեմ, եթե դու ոնց ես, ասենք, զգացել ես որ մեկին արդեն դու անիծում ես։ Դա տենց օրհնություն չի արդեն։ Ասենք որ քո սրտում զգացել ես որ մեկին ուզում ես որ Աստված տեղը դնի, մի հատ բացատրի մի երկու բան։ Հետի դու կուզես որ Աստված քեզ տենց ոնց որ դու ուզեցիր, այդ ձև քեզ անի։ Իհարկե ոչ։ Ասում նրանով անիծում ենք մարդկանց, որ Աստծո նմանությամբ են ստեղծված։ Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն եւ անեծք։ Պետք չէ եղբայրներ, որ դա այդպես լինի։ Քո կողի նստածին կարաս ասես, պետք չի որ այդ ձև լինի։ Քույրս եղբայրս մի արա տես բան։ Ինձ էլ ասեք, էլի, ինձ էլ ասեք, մի արա, այդ ձև բան մի արա, դաթարի։ Բայց իրոք սրտանց ես ուզում եմ, Ժողովուրդ ջան, ես գիտեմ, որ դու էլ ես ուզում, որ ես միշտ լինեմ օրհնություն։ Այ ոնց է Աստված քաղցր ու բարի մեր համար։ Այդ ձև մեկս մյուսի համար լինենք։ Մեկ էլ սկսում ենք, չէ, ես սրան գիտեմ, եսի այն գլխից էր տենց։ Դու պատկերացնում ես, որ Աստված քո հետ է ձև խոսա։ Աստված գա քո սենյակ, երբ որ աղոթում ես, ասի, Սուրբ Հոգի իրար հետ որ խոսում են Աստված։ Ասենք Հայր Աստվածը Սուրբ Հոգու հետ բան ասի, չէ, սրան այն գլխից ես գիտեմ։ Ես այն թվերից վատ մարդ էր։ Դու պատկերացնում ես այդ ձև բան, որ Աստված ասի քեզ։ Դու ինչ վիճակ կլինի քո մոտ։ Բայց Աստված միշտ սիրում է մեզ։
միշտ ընդունում է, միշտ ընենց անում Աստված, որ դու քեզ լավ ես զգում, դու լավն ես, դու բարձր ես։ Այն ինչի Աստված է ձև անում, մենք ուրիշ ձև ենք ուզում անենք։ 11-ը միթե մի աղբյուր նույն ակունքից քաղցր եւ դառը ջուր կբխեցնի։ Միթե հնարավոր է եղբայրներին, որ թզենին ձիթապտուղ տա կամ որդատուն կթուզ, ոչ էլ աղի աղբյուրը քաղցր ջուր կտա։ Չի կարա այդ ձև բան լինի։ Մեզ թվում է, թե մենք օրհնություն ենք, եթե մենք անիծում ենք հլա։ Եթե նեգատիվ բան կա, չկա, տենց չի լինում։ 13-րդ խոսքից մինչև 18-ը իմաստության մասին է գրած։ Բայց այսի նույն կոնտեքստում է գրած, Ժողովուրդ ջան, մենք պետք չի բաժանենք։ Տեսեք ինչ է ասում։ Ձեր մեջ ով է իմաստուն եւ խելացի։ Աստվածաշունչը հարց է տալի, ես էլ հարց եմ տալի, Ժողովուրդ ջան։ Մենք մերոնցով ենք, այսօր ստեղ ենք, եկեք մի հատ որոշենք, մեր մեջ ով է խելացի եւ իմաստուն։ Եկեք մի հատ քվեարկենք, ով է ստեղ խելացի մարդ։ Տեր, ես ուզում եմ, որ ես իմաստուն եւ խելացի լինեմ։ Ձեր մեջ ով է իմաստուն եւ խելացի, թող իր բարի վարքով ցույց տա հեզությամբ կատարված գործերը, որ իմաստություն է տալիս։ Բայց ձեր սրտերում դառը նախանձ ու հակառակություն ունեք, մի պարծեցեք եւ ճշմարտության դեմ մի ստեք։ Այս իմաստությունը վերևից չի իջել, այլ երկրավոր է, մարմնավոր եւ դիվական, որովհետեւ որտեղ նախանձ ու եսասիրություն կա, այնտեղ անկարգություն եւ ամեն չար բան կա։ Մենք մեզ չխափենք էլի։ Եթե միտեղ զգում ես, որ չէ, ավելի լավ է ես ելնեի էտի, ավելի լավ է ես, չէ էլի։ Աստված հակառակն է անում։ Աստված ասում է դու եղի, ես քեզ փառավորեմ, ես քեզ հարստացնեմ, ես աղքատանամ։ Դու գնա առաջ, ես հետամ խաչ։ Դու Աստված հակառակն է անում։ Մենք հակառակն ենք ուզում։ Մենք ասում ենք, չէ, դու զոհաբերի քո կյանքը, որ ես լավ ապրեմ։ Որ ես երևամ, ես լինեմ։ Սա մեր բնությունն է, Ժորժ ջան, հանգարց մի մտածի, որ էդի մենակ եկեղեցու մի 4 հոգի են այդ ձև։ Բոլորս ենք այդ ձև, բոլորս մարդկությունը այդ ձև է։ Բայց հավատացյալների կան, մեջ կան մարդիկ, որոնք տաշվում են։ Մեր մեջ կան մարդիկ, որ տաշվում են, Աստծու հետ հարաբերության մեջ են, Աստծուն խնդրում են, որ Աստված փոխի ինձի։ Այսօր մենք երգում էինք, Աստված կույրին տեսողություն է տալի։ Երբևիցե մտածել ես, որ դու կույրը հենց դու ես։ Երբևիցե մտածել ես։ Թե մենք մտածում ենք մեր աչքիդ այդ երգը, երբ որ լսում ենք, կամ այդ բառը, երբ որ լսում ենք, մտածում ենք այնպես իրականում ֆիզիկական կույր մարդկանց Աստված օգնում է, այլ Աստված շատ գթասիրտ մարդ Աստվածը։ Ես եմ այդ կույրը, ես։ Ոչ թե ես կույր էի, հիմա ես կույր եմ։ Ինչի եմ ես կույր, ոչ թե որ ես անաստված մարդ եմ, ոչ, ես Աստծուն ճանաչող մարդ եմ իմ չափով, բայց ամեն քայլին ես զգում եմ, որ ես կույր եմ, ես կարիք ունեմ Աստված, որ լուսավորի իմ ճանապարհին, ոտի առաջ լուսավորի ես հետամ առաջ։ Հանկարծ այնպես տպավորություն չլինի, որ մենք արդեն ամեն ինչ արդեն կա, ամեն ինչ մենք տենում ենք, ոչ, իհարկե ոչ։ Համենայն դեպս ես այդ ձև չեմ։ Ես ամեն ինչ չեմ տեսնում, ամեն ինչ չեմ լսում, տեղեր կա չեմ կարող քայլեմ։ Կարող էլ ո՞նց ալնում։ Իսկ 17-րդ խոսքը, իսկ ի վերուս տրված իմաստությունը, այսինքն այն մարդը, որ իրոք Աստծուց է բաներ խնդրում, Աստծուց է ստանում, նախ սուրբ է, ապա խաղաղարար, հեզ, հաշտվող, ողորմությամբ ու բարի պտուղներով լի, անկողմնակալ, անկեղծ։ Ինչ հատկությունների մասին է խոսում։ Արդարության պտուղը խաղաղությամբ սերմանվում է նրանց համար, ովքեր խաղաղություն են անում։ Սա կարելի է ամեն ասել, Աստծո խոսքին կարելի է ամեն ասել։ Դրա համար եղբայրներ, քույրեր ջան, քո խոսքը, քո լեզուն թող մշակվի, թող օրհնվի,
Միշտ Աստծուց խնդրի, որ Աստված տաշի, վատ բառ քեզանից չհելնի։ Քո կողի ոչ մեկ թող քեզանից վատ բառ չլսի, ոչ մի անգամ։ Միգուցե երեք, միգուցե հենց այսօր, դե կորտրիկի ծառայության բանն է, որ իրիկունն է ծառայությունը։ Ինչև իրիկուն չեն կարող մաքուր մնանք։ Լեզուն էլ ասում տեղը չի մնում։ Հա։ Բայց ես ինչ եմ տեսել, դուք էլ եք նկատել հաստատ, ցանկացող մարդը, որ հասկանում է դրա կարևորությունը, այդ ճանապարհով է գնում, մաքրվում է։ Հա, կարող է մի անգամ եղավ, հնարավոր է, ներողություն է խնդրում։ Մի X ժամանակ հետո մենք մեկ էլ եկեղեցում նկատում ենք, որ այդ մարդը միայն պոզիտիվ բաներից է խոսում։ Էլ վատ բաներ չկա։ Մի անգամ կարա site hacking-ի մարդ ենք, դες չի որ մենք ռոբոտ ենք, պրոգրամա տվեցին, մեր ամեն ինչ լավ է մեր մոտ, բայց ես ձգտում եմ, ես գնում եմ այդ ճանապարհով, ես ուզում եմ Հիսուսին հետևեմ։ Գեշ բառ չլինի իմ խոսքից, ինչ լավ է։ Մարդկանց ավետարան եմ, բարի բաներ ասեմ, եկեղեցում ես ավետարան եմ, մենք չենք մտածում ավետարանելը մենակ աշխարհիկ մարդկանց պետք է ավետարանենք։ Մենք մեկս մյուսին բարձրացնենք, մեկս մյուսին օգնենք, մեկս մյուսին թիկունք լինենք, նաև աշխարհում, իհարկե աշխարհին։ Բայց նաև կարիք ունի քո եղբայրը, քո քուրը, քո կինը կարիք ունի, քո ամուսինը կարիք ունի լավ օգնել, թեև ու թիկունք լինել ու բարձրացնել։ Լավ, երևի ես այսքանով սահմանափակվեմ, որ շատ երկար չլինի։ Պարզ էր ժողովուրդ ջան։ Ցանկություն կա փոխվելու։ Ես այսօր քանի տարվա, այսքան տարվա, շատ չեմ ես իհարկե հավատքի մեջ, բայց ես դրա կարիքը շատ ունեմ ժողովուրդ ջան, անկեղծ եմ ասում։ Ես չեմ հիշում մի դեպք, որ ես քարոզ պատրաստեմ ինչ որ մեկի համար։ Առաջերտին ես ինձ եմ տենում։ Զգում եմ, որ լեզուն հերիքա մի պա թողեցիր, լեզուն եթե սանձը չտեսավ, կրակը ուղղակի բորբոքում է, սկսում է սրա նրա դեմ ամեն ինչ ասել։ Եկեք կանգնենք աղոթենք։ Տեր ջան, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, որ մենք քո տան մեջ ենք, շնորհակալ ենք, որ մենք բաներ քո խոսքից կարդում ենք, Տեր ջան, ու շնորհակալ ենք, որ մենք ունենք այդ հասկացողությունը, Տեր, որ մենք ուզում ենք փոխվենք։ Տեր իմ Աստված, օգնի մեզ, որ մեր խոսքը լինի չափված ձևած, որ մեր լեզուն, մեր էմոցիաները չգնան առաջ, քան մենք կարողանում ենք սանձահարել։ Օգնի մեզ, Տեր ջան։ Օգնի մեզ, Տեր ջան, որ մենք մեր խոսքով, մեր պահվածքով, մեր իմաստությամբ մեկս մյուսի համար լինենք օրհնություն։ Թող իմ խոսքերով ինձ ճիշտ ճանաչեն, Տեր։ Շնորհակալ եմ, Տեր ջան։ Շնորհակալ ենք քո սուրբ եկեղեցու համար, Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք, որ քո եկեղեցին մաքուր է, Տեր իմ Աստված, քո եկեղեցին ճիշտ է, Տեր իմ Աստված, եւ ճշմարտության սյուն է։ Շնորհակալ ենք, Տեր իմ Աստված։ Ամբողջ փառքը տալիս ենք քեզ, Տեր։ Ու օգնի, Տեր իմ Աստված, որ մենք միշտ փառաբանենք քեզ, Տեր, ու մեր կյանքում, մեր խոսակցությունների ժամանակ, Տեր իմ Աստված, իրոք մենք չափներս չանցնենք։ Օգնի մեզ, Տեր իմ Աստված, օգնի մեզ Հիսուս Քրիստոսի անունով։ Նաև երբ որ մենք չենք տեսնում, Տեր ջան, բաներ ենք անում վատ, մենք չենք նկատում, բացի մեր աչքերը, Տեր։ Կուրությունից հանի, Տեր ջան, որովհետեւ մենք տեսնենք կարևոր բաները քո, Տեր իմ Աստված, որովհետեւ մենք չհետևենք ոչ կարևոր բաների, որ հանկարծ մեր սրտում չլինի անարժեք բաներ, այլ այն ամենալավ բաները մեր սրտում լինի, Տեր ջան, քո այն լավ խոսքերը, քո այն լավ
պատգամները Տեր, շնորհակալ ենք, փառք ենք տալի քեզ, օրհնիմ եղբայր քույրերին Տեր իմ Աստված, ամեն մեկին իմ Աստված, թող ամեն մեկս Տեր ջան, մեր կյանքերում լինենք իմաստություն, երկնքից եկած իմաստությունով Տեր ջան, Տեր ջան, օգնի մենք թողենք ամեն տեսակի դատ, ամեն տեսակի չարախոսություն, ամեն տեսակի նենգ բաներ Տեր իմ Աստված, միայն դրական, միայն բարձրացնող, միայն օրհնող բաներ Հիսուս Քրիստոսի անունով, բացի մեր աչքերը, որպեսզի մենք նկատենք, եթե մի նշույլ անգամ մենք չարախոսում ենք կամ նենք բան ենք ուզում ասենք, բացի մեր աչքերը, Տեր, որպեսզի մենք նկատենք դա, ապաշխարենք ու փոխվենք, Տեր իմ Աստված, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։